Հարցը դուք երևի ճիշտ չհասկացաք, կարելի է Ես իմ պատասխանը ստացա ըստ էության։ Բայց ես միան այդ ձեր պատասխանից հարգելի մեղադրումը, երբ որ ձեզ հարցնում եմ, ասում դուք ասել եք, որ եթե իմանան, որ այդ հողատարածքները Աղվան Հովսեփյանն է ուզում ձեռք բերել, ոչ ոք չեն Այստեղ չեմ ասել, հաստատ ոնց կարամ ասեմ, եթե իմանան, եթե հրապարակված է, թող բոլորն էլ տեսնում են, ով ուզում է թող առնի։ Աղվան Հովսեփյանը չի, կարող ուրիշ մարդ է այդ ներկայացնում։ Ես շնորհակալություն ազատենք։ Հրավիրենք որ Ես ազատեմ։ Դուք կարեք։ Շնորհակալություն։ Հարգելի դոկտորան, ինչպես ևս մի անգամ ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել, ինչպես նաև հարգարժան դատապարտի, քանիչի հետևյալ կերտիկին ոչ օբյեկտիվ, միավորների քննության վրա, որ ամեն անգամ ամեն մի վկայի հարցակնության ընթացքում ուսանել։ Քննիչի հարցը տեղեկություններ են ստացվել այն մասին, որ աճուրդը կրել է ձևական բնույթ կասկածից։ Դուք հարգելի դատան, 45 տարի ես քննչական ապարատում եմ աշխատել։ Քննիչ հարց է տալիս։ Աճուրդը կրել է ձևական բնույթ կասկածից։ Ձեռք բերված տվյալներ են ստացվել են տվյալներ, տեղեկություններ, որ աճուրդը կրել է ձևական բնույթ։ Ինչ կասեք այդ մասին։ Քննիչի հարցը, հարգարժան դատան, հարգելի դատան, ուզում ձեր ուշադրությունը հրավիրել սրա վրա ևս մի անգամ քննիչի կատարած դատախազության։ Հայտարարություն եք ես անեմ հարգելի դատան, վկայի ուսումնքի նախաքննական և դատաքննական հերթական անգամ համոզվեցինք, այսօր դորերորդ վկա հայտնեց դատարանին, որ նախաքննության ընթացքում հայտնած իս տվյալները չեն արձանագրվել այնպես, ինչպես իրենք են հայտնել։ Այսինքն հերթական անգամ հաստատվեց, որ քննիչը արձանագրությունները կազմել է այնպես, ինչպես իր սրտին են հարել եւ ցանկալի։ Պատվաժան դատան, ես օրինակ առաջարկեմ, որ պաշտպանության կողմը, որ ասում հերթական համոզվեցինք, դա մենակ պաշտպանության կողմի դիրքորոշումներ ասի։ Այ որ համոզվենք ցուցմունքը արժանավատ էր, թե արժանավատ չէր, դրա համար բնականաբար համապատասխան փուլ կա, երբ որ դատարանը իր վերջնական որոշմամբ կարձանագրի, որ ցուցմունքները արժանավատ, որ ցուցմունքները անարժանավատ կամ ընդհանրապես նախաքննության ընթացքում անարժանավատ կամ արժանավատ ցուցմունքներ եղել են, թե ոչ։ Ճիշտն ասած, ես չհամոզվեցի այդպիսի դիրքորոշման մեջ, հետևաբար կարծում եմ, որ ցուցմունքը նախաքննական արժանավատ էր, ինչ ներում էր վկայի ակնհայտ վարքագծից դատարանը։ Բնականաբար էլ համապատասխան փուլում դատարանը դրա վերաբերյալ հետևություններ կատարի։ Խոսքը գնում է ոչ թե վկայի ցուցմունքի մասին, այլ քննիչի միակողմանի եւ ոչ օբյեկտիվ նախաքննության մասին, ինչի վերաբերյալ կազմել են դեպի Մամտաշյանի Հարգելի վկա, ներկայացեք